Բնական մագնիսը, մագնիսական երկաթաքարը սև գույնի հանքանյութ է քիմիական բաղադրությամբ։ Ըստ հռոմեացի փիլիսոփայի Պլինոս Ավագի տարօրինակ քարերը, որոնք ձգում են երկաթե մարմինները, հայտնաբերել է մագնես անունով մի հովիվ մեր թվարկությունից 900 թվին Հունաստանի Մագնեսիա կոչվող շրջանից մեկում մի հովիվ։ Իդիս լեռան լանջին ոչխար էր արածեցնում նկատեց, որ երկաթե փայտով կոշիկներին կպչում են փոքրիկ սև քարեր, դրա համար այդ քարերը անվանեցին մագնիս։ Մագնիսը շատ ավելի զարմանալի է, քան թե թվում է առաջին հայացքից։ Նա ոչ միայն խաղալիք է, այլև խոսող գործիք բնության ուժերի մասին։ Ահա մի քանի կարճ ու հետաքրքիր փաստեր։ Մագնիսը ցույց է տալիս իր ուժը ձգել մետաղները, հատկապես երկաթ ու որոշակի մետաղային խառնուրդները։ Դա տեղի է ունենում մագնիսական դաշտի միջոցով, որը թաքնված է մագնիսի շուրջ։ Ինչպես է դա կատարվում։ Ամեն նյութերի ներսում էլեկտրոնները պտտվում են, ստեղծելով փոքրիկ մինի մագնիսներ։ Մագնիսում շատ էլեկտրոնների մի կողմ են շրջված եւ երբ նրանք միավորվում են, առաջացնում են հզոր ընդհանուր մագնիսական դաշտ։ Այդ դաշտն է, որ զգում է մետաղը եւ ձգում այն առանց այն շոշափելու։ Միշտ կարելի է պատկերացնել մագնիսը որպես անտեսանելի ուժի շերտ, որը տանում է կամ հետ է մղում մետաղները։ Այսօր մենք կտեսնենք, թե ինչպես կարող է մագնիսը ձգել մետաղը առանց այն շոշափելու։ Դա կարող է թվալ ինչպես մի մոգություն, բայց դա իրականում գիտություն է։ Այդ փոքր ավազանման մագնիսները շարժվում են դեպի մագնիսական դաշտի ազդեցությամբ, մագնիսը ստեղծում է անտեսանելի ուժ, որը ձգում է այդ փոքր մագնիսները։ Անգամ եթե մենք չենք շոշափում այն, փոքրիկ էլեկտրոնների շարժումն է պատճառը, որ առաջանում է այս ուժը։ Մագնիսը կարող է խոսել մետաղների հետ անտեսանելի, բայց հզոր ձևով։ Մագնիսը կարող է շփվել մագնիսի հետ։ Դա նույն ուժն է, որը աշխատում է մեր շարժիչներում, էլեկտրական սարքերում ու նույնիսկ Երկրի շուրջը։